ըստ քեզ որ տարիքն է ամեն դեպքում ավելի ճիշտ ամուսնության ու ընտանիք կազմելու պատասխանատվությունը վերցնելու։ Երբ որ դուք հանդիպում եք ձեր երկրորդ կեսին, չնայած մեկ-մեկ կարող է հանդիպեք ձեր երկրորդ կեսին, հետո հանդիպեք երկրորդ կեսին, դուք հասկացնեք, որ առաջի երկրորդ կեսի մարդիկ կրուգավառոտը շատ երկար է լինում, երբ որ վստահ եք, որ դուք կարաք ամուսնական կյանքում ապրեք, բայց ռեպրոդուկտիվ տեսանկյունից հա իդեալական է, որ 20-ից 30 տարեկան միջակայքում եք դուք էլի ամուսնանում, դա ամենաիդեալական ժամանակներն է։ 20-ից 30։ Լսեցիք։ Հա, բայց հիմա նայ 20 տարեկան աղջիկն ու տղային հանդիպեցին, չգիտեմ, պոլիտեխնիկի 3-րդ կուրսի ուսանողն են, սիրահարվեցին ու որոշեցին ամուսնանալ։ Ոնց են ապրելու, տուն որտեղից, սկախալաձելնիկը ոնց են լցնելու, աստվածչանի բժշկի գնան, բա որ երեխա ունեցան, այդ երեխուն ոնց են պալու, ով է պալու, դասի ով է գնալու, ով է գործի գնալու։ Հասարակությունը արդեն չի կարող այդ մարդկանց ապահովի։ Հա ԽՍՀՄ տարիներին որ տատիներն ասում են մենք 20, հա իրենք 47 հոգով մի տան մեջ էին ապրում, իրանց համար օքեյ էր, որ հատկացված էր 4.7 քառակուսի մետր իրանց 4 երեխու, 2 ամուսինների համար, իրանց համար օքեյ էր, բայց հիմա դարը հակառակն է, էլի գնում դեպի ու դժվար է, մշակութային փոփոխությունները, կենցաղավարության փոփոխություններն են նաև բերում դրան, որ միանշանակ